Նրբաբլիթների այս տարբերակը վստահ եմ կհավանեն բոլորը։ Առաջնային պատրաստում ենք խմորը։ Հավգիթը հարում ենք, ավելացնում կաթ, ջուր, աղ, շաքարավազ, մի փոքր խառնում, այնուհետև ավելացնում ալյուր, կրկին խառնում եւ անցկացնում ցանցով։ Եվ իհարկե չենք մոռանում ամենակարևոր բաղադրիչը՝ ձեթը։ Ընտրել եմ Սլաբատա ապրանքանիշինը։ Ստանում ենք այսպիսի հարթ խմորային զանգված, ծակացնում ենք տապակը, լցնում խմորը եւ պատրաստ են նրբաբլիթները։ Մեկնաբանություն գրեք դուք ինչ տարբերակով եք պատրաստում։ Միջուկի համար մեզ հարկավոր է մանրացնել սոխը, քերիչով անցկացնել գազարը։ Տապակի մեջ լցնում ենք Սլաբատա ապրանքանիշի եգիպտացորենի ձեթը, ավելացնում գազարը եւ սոխը, տապակում, այնուհետև հավիկը սքամիսը։ Մի փոքր տապակվելուց հետո ավելացնում աղ, սև պղպեղ եւ կարմիր պղպեղ, այնուհետև ընկույզ։ Միջուկը լցնում ենք նրբաբլիթների մեջ եւ այսպես գեղեցիկ փաթաթում։ Տաքացնում ենք տապակը, բուսայուղ ավելացնում եւ տապակում նրբաբլիթները հավիկ սքամսով։ Տապակում ենք բոլոր կողմերից։ Պահպանեք հոլովակը, քանի որ առջևում ամանորն է։ Համտեսեցի Սլաբատա ապրանքանիշի, լոլիկի մածուկով եւ մայոնեզով։ Կիսում ենք հոլովակով եւ պատրաստում։